Ժողովուրդ ջան, եթե դուք այս վիդեոն տեսնում եք, այդ նշանակումը կամ ինձ ձերբակալել են, կամ կալանավորել են։ Ուժեղ Հայաստան դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանը կալանքը կրում է Նուբարաշենի բանտում։ Նրա դեմ հարուցված քրեական գործով իրավապահ համակարգում քննչական գործողություններ են իրականացվում։ Վերջինիս քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինի դեմս քննչական կոմիտեի օրերս խուզարկեց նաև Արմատ մեդիա խմբագրությունը, որի սեփականատերը Ուժեղ Հայաստանի թիմի առանցքային անդամ կալանավորված Ալիկ Ալեքսանյանն է։ Արգրավեցին համակարգիչները, լրագրողների հեռախոսները ու մինչ օրս ոչ համակարգիչները, ոչ հեռախոսները հետ չեն վերադարձրել։ Ավելին մեծ ասած լուրերի ուսումնասիրում են արգրավացը, ավելին մեծ հասած լուրերի նախաքննական մարմինը այս օրերին ուսումնասիրում է արգրաված հեռախոսներն ու համակարգիչները։ Ինչ է սպասվում առաջիկայում, կհետևենք քննության ընթացքին։ Հիշեցնենք 2026 թվականի հունիսի 2-ին քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Ուժեղ Հայաստանի աջակից Ալիկ Ալեքսանյանը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հանդիսացել է մեր ձևով ազգային արժեքների պահպանություն ՀԿ-ի հիմնադիր եւ գործադիր մարմնի ղեկավար Սամվել Կարապետյանի աջակիցների մեր ձևով ՀԿ-ի եւ Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչեւ 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպված ցույցերին եւ հավաքներին մասնակցելու այլ կերպ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում գործող մեր ձևով ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն քողարկելով իր իրական մտադրությունը քաղաքացիայի իրավական, այդ թվում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի են ընդունել շուրջ 1400 քաղաքացու։ Նրանցից ավելի քան 400 համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում։ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասով հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։ Ալիկ Ալեքսանյանը կալանավորված է, գործով նախաքննությունը շարունակվում է։